չէ, ես իսկական աստղ եմ, Բոբոիկ, ես քեզ նկատի չունեի։ Ինչ է, ուզում ես ասել, որ ես վատ եմ երգում, Ոչ, ինչ ես ասում, Բոբոիկ, դու շատ լավ ես երգում, ուղղակի ես հիշել էի իմ երեկվա դիտած օպերան, այն այնքան հիանալի էր, որ ես շատ ոգևորվեցի։ Օպերա, իսկ ինչ օպերա էր դա, հա? Միշտ քո հարցին պատասխանելը նախ արի ողջունենք մեր հեռուստադիտողներին, լավ։ Ողջույն երեխաներ, ձեզ հետ Վահենն է եւ իհարկե բոլորի կողմից շատ սիրված Բոբոիկը։ Բարև ձեզ իմ շատ սիրելի հեռուստադիտող փոքրիկ եւ մեծ բարեկամներ, ես ձեզ շատ էի կարոտել։ Դե իհարկե Բոբոիկ։ Լավ, մեր ընկերներին ողջունեցինք, իսկ հիմա ժամանակն է, որ պատասխանեմ քո բոլոր հարցերին։ Այո, ես հարցնում եմ, թե այդ ինչ օպերա ես դիտել հեռուստացույցով, որ այդքան ոգևորվել ես։ Ես դիտել եմ Աիդա օպերան, մեծ, գեղեցիկ բեմ, հիանալի երաժշտություն, փառահեղ հագուստներ, գեղեցիկ դեկորացիաներ։ Այնքան իրական էր, որ կարծես ես էլ նրանց հետ Եգիպտոսում լինեի։ Ինչ? Եգիպտոս? Եգիպտոս, իսկ ինչ կապ ունի Եգիպտոսը օպերայի հետ, Բոբոիկ, միթե դու չգիտես, որ Աիդա օպերայում գործողությունները կատարվում են հին Եգիպտոսում, այն եգիպտացի զորավարի և միստր կուհու սիրո մասին է։ Արդեն հասկացա, Աիդա օպերայում ամեն ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, իսկ ով է գրել այն, ով է Աիդա օպերայի հեղինակը, Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, քանի որ Վահեն եւ Բոբոիկը այսօր որոշել են ձեզ պատմել Վերդիի մասին, գնանք եւ պարզենք մարդիկ գիտեն ով է Վերդին եւ այսպես առաջին հարցը ով է Աիդա օպերայի հեղինակը։ Ջուզեպե Վերդի։ Վերդին։ Վերդի։ Ես երաժշտությունն եմ լավ հիշում, եւ որ նվագում են երաժշտությունը, արդեն գիտեմ որ Աիդայի երաժշտությունն է, բայց ով է գրել, ինչ արել, չեմ։ Ջուզեպե Վերդի։ Հարց համար երկրորդ, ինչի մասին է այն։ Օպերան ուրեմն նրա մասին է, թե ոնց Աիդայի հայրը Աիդան ստրուկ անում Եգիպտոսի փարավոնի մոտ, հորը ձերբակալում նույնիսկ վերում է փարավոնի մոտ, որտես եկած ավարտվում է։ Վաղուց եմ դիտել, բայց հիմա չեմ հիշում ոչինչ։ Ուղղակի գիտեմ, որ ինքը Սուեզի ջրանցքի բացվելու կապակցությամբ ոնց որ գրել Վերդին, Mən դրանց եմ տեղեկացված, դրա համար չեմ գա։ Եթե Աիդա է, ուրեմն Աիդա անունով երևի կնոջ մասին կլինի ինչ-որ ենթադրում եմ։ Դե երևի ինչ-որ սիրո կամ ավելի, չգիտեմ։ Երևի սիրո։ Աղջկա անունն է, հետևաբար սիրո։ Եգիպտական սյուժեով օպերա է։ Աիդա օպերայի հեղինակը իտալացի հանրահայտ երգահան Ջուզեպե Վերդին է։ Իմ թանկագին, իմաստուն, ամենագետը բարեկամ, շատ եմ խնդրում, պատմիր ինձ Վերդիի մասին, շատ եմ խնդրում։ Կպատմեմ Բոբոիկ։ Կպատմես։ Իհարկե։ Դե պատմիր լսեմ։ Վերդին ծնվել է մեզանից 200 տարի առաջ։ Իր նախնական գիտելիքները ստացել է իրենց գյուղի քահանայից, այնուհետև տեղափոխվել է մոտակա քաղաքի դպրոցը։ Հենց այնտեղ էլ բացահայտվում են նրա երաժշտական կարողությունները։ Մի հարուստ վաճառական, ով երաժշտություն շատ էր սիրում, նկատելով Վերդիի երաժշտական կարողությունները, սկսում է զբաղվել նրա երաժշտական կրթությամբ։ Ուրա, ինչ լավ է։ Նա վարձում է լավագույն երգահանին եւ վճարում Վերդիի հետագա ուսման համար։ Երբ Վերդին 26 տարեկան էր, Իտալիայի հանրահայտ Լա Սկալա թատրոնում բեմադրվում է նրա առաջին օպերան։ Այնուհետև նա գրում է մի երգիծական ժանրի օպերա, որը սակայն հանդիսատեսին դուր չի գալիս։ Դուր չի գալիս, ինչու ձեզ դուր չի գալիս։ Իսկ ինչ է լինում դրանից հետո, հա։
Ինչ է լինում դրանից հետո, ասային թանկագին բարեկամ, երևի նա բարկանում է, պատռում է նոտաները։ Ոչ, ինչ ես ասում Բոբոիկ։ Դա նրա կյանքի առաջին մեծ անհաջողությունն էր։ Բնականաբար նա շատ է տխրում եւ որոշում է այլևս օպերաներ չգրել։ Նա գնում է Լա Սկալա թատրոնի տնօրենի մոտ եւ խնդրում, որ իրեն ազատեն աշխատանքից։ Բայց տնօրենը տեղյակ լինելով Վերդիի կարողությունների մասին, խնդրում է, որպեսզի մնա եւ աշխատի։ Վերդին գրում է նոր օպերա, որը հանդիսատեսին շատ է դուր գալիս։ Այնուհետև գրում է մեկը մյուսը։ Մեկը մեկի հետևից նա գրում է հիանալի օպերաներ։ Ուրա։ Հարց համար երրորդ, ուրիշ ինչ օպերաներ է գրել Վերդին։ Ալմաստը չէ սխալվում։ Եթե սխալվում կներեք ինձ։ Հիմա չեմ հիշում։ Տրավիատան, որն իմ ամենասիրելի օպերան է, Ռիգոլետոն եւ էլի մի շարք օպերաներ։ Հարց համար 4-րդ, կարող եք ասել նշվածներից, որ օպերայի հեղինակը չէ Վերդին, Մակբեթ, Ռիգոլետո, Տրավիատա, Տրուբադուր։ Կարծիքով Մակբեթ։ Երևի Տրուբադուրը, հա։ Մակբեթ։ Մակբեթը չի գրել։ Երևի Տրուբադուրը։ Երևի Տրավիատան գրել է։ Չեմ կարող ասել։ Բոլորներն նա է գրել։ Վերդին գրել է 26 օպերա։ Օպերաներից բացի նա գրել է հոգևոր երաժշտություն, ռոմանսներ եւ այլ երաժշտական ստեղծագործություններ։ Նա ոչ միայն հայտնի կոմպոզիտոր էր, այլև պատգամավոր։ Պատգամավոր։ Իսկ ես նրա կյանքից մի շատ հետաքրքիր դեպք եմ հիշում։ Ցանկանաս որպեսզի պատմեմ քեզ եւ մեր շատ սիրելի հերոսատող փոքրիկ բարեկամներին։ Իհարկե Բոբոիկ, սիրով կլսենք։ Ահա, դե տեղավորվեք եւ լսեք։ Մի երիտասարդ երաժիշտ երկար ժամանակ փորձում էր համոզել Վերդին, որ նա լսի, թե ինչպես է ինքը նվագում։ Մի օր Վերդին վերջապես համաձայնում է։ Իսկ դրանից հետո ինչ է լինում։ Նշված ժամին երիտասարդը գալիս է նրա մոտ։ Այդ երիտասարդը շատ խոշորամարմին էր եւ ուժեղ, նվագում էր նա շատ վատ։ Ավարտելուց հետո նա խնդրում է Վերդիին ասել իր կարծիքը։ Խնդրում եմ, ասացեք ինձ ողջ ճշմարտությունը, ուզված ասում է երիտասարդը, լարվածությունից ամուր սեղմելով բառուցքները։ Այսպես Վերդին նայում է նրան եւ հառաչելով ասում. Չեմ կարող։ Ես ինչու նույն հարցն է տալիս երիտասարդը, իսկ Վերդին պատասխանում է. Վախենում եմ, ասում է Վերդին, թե որ նա խոշորամարմին է եւ ասես որ վախենում է։ Շատ զվարճալի էր Բոբոիկ։ Մի բան էլ ես պատմեմ։ Մի անգամ Վերդին հարցնում են. Որն է ձեր սիրած ստեղծագործությունը, իսկ Վերդին պատասխանում է. այն տունը, որը ես կառուցել եմ տարեց երաժիշտների համար։ Շատ իմաստուն պատասխան է տալիս, բան։ Շատ շնորհակալություն, սիրելի Վահե։ Ուսամ, մեր հեռուստադիտող փոքրիկ բարեկամները շատ նոր բաներ սովորեցին, ճիշտ է։ Ճիշտ է։ Շնորհակալություն Բոբոիկ։ Ստեսություն, միշտ նոր հանդիպում։ Հաջողություն։ Ողջույն իմ սիրելի փոքրիկ բարեկամներ, ձեզ հետ եմ կրկին ես, Միմին։ Եկեք ծանոթանանք Բումբումիկ թատերական ստուդիայի փոքրիկ սաների հետ։ Ես Ադամն եմ, ես Էրիկն եմ, ես Գայանեն եմ, ես Գագիկն եմ, ես Անուշիկն եմ։ Այսօր մենք ոչ պիտան իրերից պատրաստելու ենք զարդատուփ, որի համար մեզ անհրաժեշտ է թեյ տուփ, թուղթ, մկրատ,
ծաղիկներ, խխունջ և քարեր։ Սկսենք երեխաներ։ Այո։ Դե սկսեցինք։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է թուղթը, որպեսզի մենք փակցնենք տուփի վրա։ Սկսենք։ Այժմ մեզ օգնության է հասնում մկրատը։ Շնորհակալություն։ Կտրում ենք այն զգուշությամբ, որպեսզի սխալներ չլինի։ Երեխաներ, կարող եք ասել, ինչ կարող ենք մենք այս տուփի մեջ տեղադրել։ Մատիտներ, գրիչներ, Շատ լավ, իսկ դու Էրիկ ինչ կտեղադրես։ խխուժներ, Խխունջներ։ Իսկ դու Գագիկ ինչ կտեղադրես նրա մեջ։ քարեր։ Շատ լավ։ Իսկ դու։ Ես ծաղիկներ։ Շատ լավ։ Մեր առջևի մասի թուղթը համարյա պատրաստ է։ Այն պետք է փակցնենք։ Շարունակենք կտրատել մեր թուղթը։ Վերցնում ենք նույն չափսը, տեղադրում վրան։ Այժմ մեր տուփի վրա ամրացնենք ծաղիկներ, որպեսզի այն ավելի գեղեցկանա։ Ահա եւ ամրացնենք վերջին քարը։ Ահա վերջ։ Եվ մեզ մնացին փոքրիկ խխունջները։ Որտեղ են մեր խխունջները։ Ահա, շնորհակալություն Էրիկ։ Ահա եւ վերջ։ Մեր հրաշքներով լի տուփը պատրաստ է։